Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նորանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք հայ կառուցողական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահի նախկին թեկնածու Ամբաստանյալ Անդրեաս Ղուկասյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Ղուկասյան։ Ողջույն գան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Երևի թե ինչպես եւ բոլորը հետևում եք ով է շնորհավորել, ով չի շնորհավորել, ով մնաց, որ չի շնորհավորել Հայաստանին եւ Ադրբեջանին այդ խաղաղության գործընթացում, ինչպես օրինակ Չինաստանի արտգործնախարարության խոսնակն է իր խոսքում նշել, նրանք ողջունում են այդ գործընթացում ձեռք բերված դրական առաջընթացը։ Նրանք ասում են, որ Չինաստանի լավ բարեկամներն են եւ Հայաստանը եւ Ադրբեջանը։ Բոլորը նշում են, որ շատերն են նշում, որ այդ 17 կետերի մասին է խոսվում, բայց մենք չգիտենք այդ նախորդ 15 կետը, ինչու եմ ասում նախորդ, որովհետև բոլորը խոսում են այն մասին, որ երկու կետերի շուրջ էր անհամաձայնությունը մնացել եւ այդ երկու կետերից մեկն էլ փոխադարձ հայցերի փոխադարձ հետկանչումն է։ Եվ այս կետի վրա այս թեմայից եմ ուզում սկսել։ Հայաստանը փաստորեն համաձայնություն է տվել հետ կանչել Ադրբեջանի նկատմամբ միջազգային դատարաններ ներկայացրած հայցերը եւ այսօր արդեն մարդիկ դուրս են եկել փողոց, մասնավորապես Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ շատ հայեր, ինչպես նաեւ ինքը, նրանք համաձայն չեն այդ որոշման հետ, նրանք համարում են, որ իրենց շահերը ոտնահարվել են, մարդկանց շահերը ոտնահարվել են եւ իրավունքներն են ոտնահարվել եւ նրանք պատրաստվում են դատի տալ Հայաստանի իշխանություններին։ Ձեր կարծիքով այս պայքարը ինչ որ արդյունքի կբերի։ Պայքարը միշտ ունի այն գլխավոր արդյունքը, որ որևէ խնդիր դարձնում է հանրության համար հնչողություն ունեցող հարց եւ այլն։ Իսկ այդ իմաստով արդեն դուք դրա մասին խոսում եք, հանրությունը դրա մասին խոսում է, իսկ կհաջողվի դատական կարգով չեղարկել խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, հասկանալի է, որ այդպիսի իրավական հնարավորություն քաղաքացիների մոտ Հայաստանի բացակայում են եւ որևէ քաղաքացի դատական կարգով պետությանը չի կարող հարկադրել միջազգային պայմանագիրը կնքել կամ չկնքել, դա դատական իշխանության իրավասության մեջ չի։ Ինչ որ ձև կա, որով մարդիկ կարող են իրենց իրավունքները պաշտպանել, ոչ փաստորեն։ Ես նայում եմ այս հարցին հետեւյալ կոնտեքստում։ 3 առաջ օրը Եվրոպայի խորհրդարանը ընդունեց բանաձև Սուդանի, Ադրբեջանի եւ Էթիոպիայի կազմի վերաբերյալ Ադրբեջանի մասով պահանջ էր ներկայացված Եվրոխորհրդարանից Եվրոհանձնաժողովին դադարեցնել Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում հռչակագիրը, մեմորանդումը, որ իրենք ունեին, մինչև Ադրբեջանը ազատ չարձակի բանդարկյալներին, հայ պատանդներին։ Պատանդ ձևակերպումը եղել է։ Այո, ես կարդացել եմ պատանդ, որովհետև այո, ասում են գերիներ, բայց բոլորը գերիներ թարգմանում են միգուցե իշխանամետ բաները, բայց տեքստի մեջ գրած է պատանդ։ Պատանդների պես է կարգավիճակը 23 մեր հայրենակիցների, ովքեր որ հիմա գտնվում են Բաքվում։ Եվ ամենակարևորը պահանջում է Եվրոխորհրդարանը Եվրոհանձնաժողովից միջազգային քրեական դատարանում վարույթ հարուցել Արցախում էթնիկ զտման հետ կապված։ Զուգահեռ տեսնում ենք, որ ինչպես դուք ասեցիք, Հայաստանը համաձայնություն տվեց այդ նախագծին պայմանագրի, Ադրբեջանն էլ համաձայնվեց։ Կարար չհամաձայնվեր, չէ՞, Հայաստանի համաձայնությունը դեռ բավական հիմք չի։ Եթե գնահատական տալ, գնահատականը իմ էսպիսին է,
Նիկոլ Փաշինյանը վերջնականապես Հայաստանից դուրս հանեց Արցախի խնդիրը։ Արցախի միջազգային խնդիրը հանձնեց ըստ էության Եվրոմիության։ Այս վերջի կատարված քայլերով դա կարելի է ասել։ Եվ այո, հասկանալի է բողոքը եւ դժգոհությունը մեր հայրենակիցների, որովհետեւ ստեղծվում է իրավիճակ, որ կա Արցախի հարց եւ Հայաստանը այդ հարցի մեջ չկա, այլևս դա մեր քաղաքական արտաքին քաղաքականության ռեսուրս չէ։ Դա եղել է միշտ հարց, բայց եւ եղել է ռեսուրս, արտաքին քաղաքականության ռեսուրս, որը որ կարևորել է Հայաստանը աշխարհքաղաքական գործընթացներում։ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ այդ ռեսուրսը Հայաստանի համար պահել եւ այսպես այն որ նա պատրաստ էր դրանից հրաժարվել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից հանել, մենք բաղուց գիտենք, տեսել ենք տարբեր այդ դրսևորումներով, սկսած 22 թվականի մայիսից, երբ որ Փաշինյանը հետ եկավ Մոսկվայից, Ռուսաստանի ագրեսիայից մեկնարկից հետո, երբ որ Ռուսաստանի հետ Ադրբեջանի նախագահան եւ մեր անկոտրուն վարչապետը կնքեցին ինչ որ հռչակագրեր, 23 քանի կետանոց։ Հաջորդը դա մեզ հայտարարեց, որ Արցախի հարցում հարկավոր է իրակարծիքով նվազեցնել նշաձողը։ Ես դա հասկանում եմ, ինչ է նշանակում նվազեցնել Արցախի հանրապետության նշաձողը։ Ոնց կարելի է հանրապետության նշաձողը նվազեցնել կարգավիճակի։ Լուծարել։ Այսինքն որոշումը լուծարել Արցախի հանրապետությունը հավանաբար Փաշինյանը բերել է 22 թվականին Մոսկվայից, հայտարարել է մեզ դրա մասին, քողարկելով այդ խոսքերի տակ, նվազեցնել, իջեցնել նշաձողը, որից հետո արդեն իրականացվեց այդ ծրագիրը, այսինքն դա գործարք էր Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի միջև, որտեղ հավանաբար Հայաստանը ակնկալում էր խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, իսկ դրա դիմաց համաձայն էր Արցախի հանրապետության լուծարման եւ Արցախի բանակի զինաթափման հետ։ Դրա համար Հայաստանը, այսպես կարելի է ասել, ակտիվ դիմադրություն չցուցաբերեց շրջափակման ժամանակ, նվազ բողոք մատուցեց էթնիկ զտման ժամանակ, ըստ էության նույնիսկ Մակյան վտանգության խորհրդում ադրբեջանական դիրքորոշմանը նպաստեց հենց անձամբ վարչապետը իր քաղաքական հայտարարություններով։ Իր վրա էին հղում անում Ադրբեջանի ներկայացուցիչները Մակյան վտանգության խորհրդում իր հայտարարությունների վրա Արցախ Նիկոլ Փաշինյանը որ բռնություն չի խոսքով որ էթնիկ զտում չի այո բռնարարքներ չկան եւ այլն հետո արդարանում էր անկոտրուն վարչապետը իր հայտարարությունների համար եւ այլն բայց ինչևից է այդ մոդելը մարդիկ ինչպես են տեսնում իրադարձությունը տեղի է ունենում եւ մարդկանց թվում է որ այդ որոշումները ընդունվում են այդ պահին, այդ իրադարձությունների պահին։ Օրինակ մարդկանց թվում է որ նոյեմբերի 9-ի երակոմ հայտարարությունը ընդունվել է պատերազմի արդյունքով։ Բայց իրականում նման որոշումները ընդունվում են նախապես եւ հետո ապօրինի միջոցներով իրականացվում են։ Ես ունեմ համոզմունք, պնդում եմ, որ նոյեմբերի 9-ի պայմանները, այդ երակոմ համաձայնագրի, Ռուսաստանի միջոցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնեցվել են դեռևս 19 թվականին, եւ հետո վարչապետը սպասարկում էր, իրականացնում էր այդ ծրագիրը, որպեսզի այդ որոշումը իրականացնել պետք է հաղթահարել միջազգային հանրության դիմադրությունը, չէ՞, ոչ Ֆրանսիան, ոչ ԱՄՆ-ն, ոչ ՀՀԿ մյուս պետությունները մեծամասնությունը համաձայնություն չէին տա ռուսական զորքերին մտնել Արցախ։
Ուստի անհրաժեշտ էր առիթ ստեղծել, չէ՞ դրա համար։ Պսի առիթ միայն կարող էր լինել պատերազմ, որ այդ պատերազմի արդյունքում Ռուսաստանի Դաշնությունը առանց Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համաձայնությամբ, առանց ԵԱՀԿ մյուս պետությունների կոնսենսուսով համաձայնության իր զորքերը միակողմանի բերի Արցախում տեղակայ։ Դա ի դեպ Ռուսաստանի ցանկությունն էր սկսած 1994 թվականից մենք պաշտոնապես կարող ենք ասել, որ դա Ռուսաստանի ցանկությունն էր, որովհետև 94 թվականի մայիսի 12-ի հրադադարի համաձայնագրում ամրագրված էր ըստ էության ռուսական զորքերի տեղակայումը շփման գծի վրա։ Ինչ-ինչ պատճառներով դա չիրականացավ հետագայում, բայց դա ռուսական քաղաքականության գլխավոր հարցն էր, որ ռուսական զորքերը տեղակայվեն Արցախում եւ բանակցությունների գլխավոր խնդիրն էր, որ Ռուսաստանը չէր ուզում բանակցում էր ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ Արցախի հարցի կարգավորման շուրջ, բայց խոչընդոտում էր ցանկացած լուծմանը, խոչընդոտում էր Հայաստանի վրա ազդելով, խոչընդոտում էր Ադրբեջանի վրա ազդելով, որպեսզի միջազգային խաղարարուժեր այդ որոշումը չընդունվի։ Եվ հասկանալի է, որ Ադրբեջանը կարող սկսեր պատերազմ Արցախի վրա հարձակվեր երկու դեպքում։ Եթե համոզված լիներ, որ Ռուսաստանը վետո կդնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում եւ ունենար սկզբունքային համաձայնություն Ռուսաստանի հետ, որ ռուսական զորքերն են տեղակայվելու։ Այստեղ նաեւ հակառակը կա։ Ռուսաստանը երբեք չէր, այսպես ասած, ողջունի Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա, եթե արդյունքում միջազգային զորքեր այնտեղ տեղակայվեն, չէ՞, տրամաբանություն է հասարակ։ Լոգիկայով, եթե մենք այսպես մի քիչ մանրացնենք այս հարցը, թե ինչպես եղավ, որ 20 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, կողք տնելով պրոպագանդան, որ Ադրբեջանը երբ կուզի, ինչ կուզի կանի եւ այլն, պիսի հնարավորություններ ունի աննախադեպ այլ ռեալ նայելով, հա, քաղաքական իրողությանը, որ որևէ պատերազմ սկսելու համար պիտի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ունենաս անդամ, մշտական անդամ վետոյի իրավունքով, որը որ քեզ կաջակցի։ Պետությունը, որը որ նման դիվանագիտական հնարավորություն չունի, պատերազմ երբ որ սկսում է, մեծ ռիսկերի տակ է մտնում։ Այստեղ հարց է Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները, ԵԱՀԿ Մինսկի խմբի երրորդ Ռուսաստանից բացի անդամները, նրանք չէին տեսնում, չգիտեին, չէին կարող արձագանքեին։ Տեսնում էին, արձագանքում էին եւ ինչի ձախողվեց Փաշինյանի առաջի գործարքը։ Այսինքն ռուսական զորքերը բերել հասցնել Արցախ, ընդ որում 4200 մեր հայրենակիցներ եւ արցախցիներ Արցախահայության զոհվեցին եւ անհայտ կորած են մինչեւ հիմա համարվում ըստ էության զոհվեցին 4200-ից ավել մարդ։ Այդ գնով Փաշինյանը ռուսական զորքերը բերեց Արցախ։ Դիմացը ակնկալելով խաղաղության պայմանագիր։ Բայց քաղաքական հաշվարկը իրա սխալ էր, որովհետև Ադրբեջանը եւ Ռուսաստանը դրանից չտուժեցին, Հայաստանը տուժեց, որովհետև Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն ըստ էության անհամաձայնություն հայտնեցին այդ ամենի հետ եւ պահանջեցին, որ խաղաղության պայմանագիրը հաստատվի իրենց հետ միասին։ Եվ 5 տարին մենք տանում բերում։ Դրանից հետո առաջացավ անհրաժեշտություն արդեն լուծարել Արցախի հանրապետությունը։ Հույսեր կար, որ մի 20,000 հայ կմնան Արցախում եւ Ադրբեջանին կհաջողվի այդպես ներկայացնել իբրև մարդու իրավունքները չեն խախտվում հայերի, խտրականություն չկա եւ այլն։ Բայց այդ ծրագիրը նույնպես ձախողվեց, հայերը ամբողջությամբ դուրս եկան Արցախից եւ ճիշտ արեցին, որ դուրս եկան, որովհետև եթե դուրս չկային, տեսնում եք Լատակիայում ջարդերի պատկերները, պատկերավոր, դա այն էր, ինչ որ կատարվելու էր Արցախում, եթե խաղաղ բնակչությունը մնար եւ իրենց ճակատագիրը հանձներ Ադրբեջանի
հանցավոր Ոստի ռեժիմին։ այսօր եւ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները, ինչու եմ երկուսին նշում նորից կրկնում եմ, որովհետեւ նրանք Մինսկի խմբի համանախագահներն են, նրանք ողջունում են փաստորեն Հայաստանին Որ եւ վերջապես Հայաստանը ամբողջությամբ թողեց Արցախի հարցը իրենց։ ինչու թողեց Արցախի Որովհետև հարցը։ իրենք դիտարկում են իհարկե այս համատեքստում Նիկոլ Փաշինյանին որպես ոչ բարեկամ, հա, առնվազն Արցախի ժողովրդի, մարդ, որը որ գործում է սեփական ժողովրդի դեմ, գործում է Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ համատեղ, եւ շատ բացասական դերակատարություն ունի։ Այս վերջի տարիների ընթացքում ամենամեծ բացասական դերակատարությունը տարածաշրջանում ունի Փաշինյանը, ինքը ամենավտանգավոր քաղաքական գործիչն է։ Առանց իրա պատերազմ չէր լինի։ Տեսեք, ասես մի հատ հարց ձեզ տվեք։ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր կարա նոյեմբերի 9-ը ստորագրեր։ Կարար, չէ՞։ Բայց գերադասեց հրաժարական տան։ Ռոբերտ Քոչարյանը 9-ին պետք է պատերազմ նախորդեր, ճիշտ է։ Այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում կարող էր լինել առանց պատերազմի փուլային եւ փաթեթային տարբերակների մասին, Փուլային փաթեթային 4-ը որ տարբերակները չխառն է գայել։ Միջազգային զորքեր էին ենթադրում։ Դե դրա համար եմ Խոսքը գնում է հետեւյալ քաղաքական քայլի մասին՝ հակադրվել Ֆրանսիային, ԱՄՆ-ին, ողջ աշխարհին, սաղի վրա տկել Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ գնալ սեպարատ պայմանագրի։ Այո։ Սրա մասին է խոսքը։ Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը դրան գնաց։ Այսինքն չսպասարկեց Ռուսաստանի այդ ցանկությունը։ Փաստ 94 թվականի հրադադարը եւ դրանից հետո Տեր-Պետրոսյանի հրաժարական։ Ոչ Ռոբերտ Քոչարյանը դրան գնաց։ Ոչ էլ Սերժ Սարգսյանը դրան գնաց։ Միակ գործիչը հայկական էլիտայում, որ Ռուսաստանի ցանկությունները իրականացրեց, Նիկոլ Փաշինյանն է։ Եվ ամբողջ աշխարհից, նկատի ունեմ ցիվիլ աշխարհը, աչքերում Նիկոլ Փաշինյանը դեստրուկտիվ վտանգավոր էլեմենտ է։ Ինքը Ռուսաստանի Դաշնության Կրեմլի այսօրվա ագրեսիվ հանցավոր իշխանությունների այնպիսի սատելիտն է, որը որ սեփական ժողովրդի դեմ պատրաստ է գնալ, դա մենք էլ բոլորս արդեն չէ, այդ համոզմունքով ենք ապրում։ Ցանկացած հարցում Նիկոլ Փաշինյանը հայկական արժանապատվության, շահերին, տարածքային, տնտեսական պատրաստ է զիջել, անուն չգիտեմ ինչի, անուն էլ չեն կարա հայտնաբերենք հանուն ինչի։ Հիմա նորից Եվ այդ տեսակետից ձեր հարցի պատասխանը ես այսպես եմ դիտարկում, եւ Ֆրանսիայի, եւ ԱՄՆ-ի, եւ նույնիսկ Չինաստանի տեսակետից Փաշինյանի ձեռքից Արցախի հարցը վերցնելը դրական է։ Որովհետև քանի ինքը մնում էր այս համատեքստում, բացի դեստրուկտիվ դերակատարությունից ուրիշ դերակատարություն չէր կարա, համենայնդեպս չէր ունեցել իր պաշտոնավարման առաջի օրվանից։ Դուք դա անվանում եք Փաշինյանի ձեռքից Արցախի հարցը վերցնել։ Փաստորեն ինքը ոնց որ ասաց իտոգում Փաստորեն, ինչ է ստացվում ձեր ասածից։ Այդ երկու կետերի մասին, վերջին այդ երկու կետերը, որոնց մասին մենք գիտեինք, եւ հայցերի հետ կանչումը առնչվում էր Արցախի հարցի հետ։ Եթե միջազգային քրեական դատարանում է վարույթ հարուցվում Ադրբեջանին, այո, այսինքն այո, ձևաչափը ինքը ոչ թե Հայաստանի հետ է բանավեճի մեջ, չէ, Արցախի հարցով, Արցախյան պատերազմների հետ կապված, ճիշտ է գործեր էին դրանք։ Որոնք Արցախի պատերազմների ժամանակ պատերազմական հանցագործությունների, ռազմական հանցագործությունների ցանկացած հայցերը, խոսվում է հայցեր, չի ասում, չգիտեմ, դուք տեսել եք հրապարակվել է հայց։ Ինչ հայցերի, այդ դեպքում լավ, ուրեմն մի քիչ ուրիշ հետ գնամ։ Հայաստանը ինչ որ հայց է բերել միջազգային Հագայի դատարան։ Ինչ հայցերի մասին է։ Հայտնի է, որ այդ հայցը բերել է խտրականության դեմ պայքարի կոնվենցիայի շրջանակում, պնդել է, որ Ադրբեջանը հայերի նկատմամբ խտրականություն է ռասայական ցուցաբերել, սա էր մեր հայցը։ Որտեղ։ Արցախում։ Արցախի հետ էր առաջ։ Հարցս դա է։ Արցախի հետ։ Հավանաբար ոչ միայն Արցախում, առհասարակ Ադրբեջանում։ Նաև Արցախում, Սումգայիթում եւ այլն։ Դե չգիտենք Սումգայիթ թեմայով կա թե չկա։ Լավ, Մինսկի խմբի լուծարումը։ Մինսկի խմբի լուծարումը եւս առնչվում է Արցախի հարցի
փակելու հետ։ Մինսկի խմբի լուծարումը ով պիտի լուծարի։ Այդ երկրորդ կետը Մինսկի խմբի լուծարման այն ինչ հիմա փորձում են այդ 17-ից բացի գումարած պահանջներ, դա Մինսկի խմբի լուծարումն է, ճիշտ է։ Այսինքն այդ ում իրավասության հարցն է լուծարել Մինսկի խումբը։ Ով Հայաստանը Ադրբեջանի ձեռքը բռնած երկուսով պիտի գնան դուրը ծեծեն եւ ասեն մենք այլևս ձեր ծառայությունների մեջ չենք, ուրեմն կարիքը չունենք ձեր ծառայությունների։ Ես չգիտեմ, դա պահանջվում է Հայաստանից, ես հարցնում եմ, դա եւս Արցախի հարցի հետ է առնչվում, չէ՞։ Իհարկե։ Եվ դա եւս Արցախի հարցի փակելու թեման է։ Հայաստանի մասնակցությունը Արցախի հարցում փակելու թեման է լավագույն դեպքում։ Դուք ճիշտ հասանք ճիշտ, բայց եզրակացությանը չեկաք։ Ադրբեջանի հետ միասին դիմել ԵԱՀԿ-ին, իսկ ԵԱՀԿ-ն ո՞նց է որոշումներ ընդունում։ Մինսկի խումբը լուծարելու համար ԵԱՀԿ 57 պետությունները, բացի Հայաստանից եւ Ադրբեջանից 55, պիտի կոնսենսուսով որոշում ընդունեն, որ լուծարվում է, որ վերացվում է այդ կոնֆերանս Արցախի հարցով կոնֆերանս գումարելու 92 թվականի մարտի որոշումը, որը որ չեն կարա իրենք նույնիսկ 55-ով անել, որովհետեւ այդ կոնֆերանսի մասնակից նաեւ պիտի լիներ Արցախի ներկայացուցիչները։ Արցախի ներկայացուցիչներն էլ պիտի հարցնեն համաձայնեք թե չէ։ Արտակ Բեգլարյանի օրինակ։ Դա քարոզչական բաներ են գան։ Պայմանագրի մեջ իմաստ չունի գրել կետեր, որոնք որ իրագործվելի չեն։ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են պայմանավորվել, որ միասին դիմում են ԵԱՀԿ-ին։ Բայց ինչ դրանից կստացվի, դա հայտնի չէ։ Լավ, հետ գանք եւ որովհետեւ կողմերի, այսպես ասած, բանի մեջ չի, իրավասությունների մեջ չի։ Դա կարող է նշանակել, որ Հայաստանը դրանից հետո պետք է ամենտեղ հրապարակային դեմ դուրս գա Ադրբեջանում էթնիկ զտման պաշտպանելով, այսինքն երբ որ Իլխամ Ալիևին կտանեն միջազգային քրեական դատարան, ինչպես էթնիկ զտում արել Արցախում, եթե Փաշինյանը ստորագրում է այս խաղաղության պայմանագրի այդ կետի տակ, ինքն էլ պիտի հետը գնա։ Բայց հիմա մեր քննարկածի համատեքստում ճիշտ չի, որ ինքն էլ հետը գնա։ Եթե Փաշինյանը 22 թվականին գիտակից որոշում է ընդունել լուծարել Արցախի հանրապետությունը։ Ճիշտ չի, որ ինքը չէ որպեսզի միջազգային քրեական դատարանում Արցախում էթնիկ զտման հարցը, այդ հանցագործության բոլոր, այսպես ասած, կողմերը համապարփակ, ընդլայնված, բազմակողմանի, անաչառ դիտարկվեն, հանցակից եք համարում եք, որ հանցակից է դառնում։ Ես դրա ոչ թե համարում եմ, ասում եի դրա մասին, ես 15 րոպե պատմում եի, որ այդ գործարքները հանցավոր գործարքներ են, իրենք օրինական գործարքներ չեն։ Օրինական գործարքները առաջարկում էր Մինսկի խմբի համանախագահները։ Մնացած բոլոր գործարքները նոյեմբերի 9 հանցավոր գործարք է, Արցախի Հանրապետությունը լուծարելու հանցավոր գործարք է, իրականացվում է հանցավոր ճանապարհով։ Պարոն Ղուկասյան, այդ դա եմ հիմա ուզում ճշտել։ Մի բան է հանցավոր, նա հանցանք է գործում իր ազգի նկատմամբ, իր ոչ միայն իր ազգի, դրալ դեպքում նաև միջազգային իրավունքի նկատմամբ։ Դա արդեն միջազգային, բա հենց ստեղ նյուանսները ինչու՞մն են։ Միջազգային Նիկոլ Փաշինյանը ընդդատյա է միջազգային քրեական դատարանի։ Ալիևի նկատմամբ հատուկ որոշում պիտի կայացնեն, ոնց որ Նետանյախոյի նկատմամբ կայացրեցին հատուկ որոշում։ Եթե էթնիկ զտման մասով Արցախում հարուցվի վարույթ միջազգային քրեական դատարանում, տարբերությունը Փաշինյանի եւ Ալիևի հետեւյալն է, որ Փաշինյանը պարզապես պետք է ենթարկվի Հայաստանի իրավապահ մարմինները պիտի իրեն վերցնեն եւ հանձնեն Հագայի դատարանին։ Ադրբեջանի իրավապահ մարմինները, քանի որ ինքը կոնվենցիայի անդամ չեն ենթարկվի օրդերին դատախազի։ Սա է տարբերությունը։ Բայց այն որ Փաշինյանը, այսինքն ստորագրելով այդ պայմանագիրը եւ ձեռք բերելով Ալիևի արչեւ նաեւ այդ պարտականությունը միասին դեմ դուրս գալ էթնիկ զտման մեղադրանքի դեմ, դա Փաշինյանին ըստ էության տանում է Հագայի դատարան եւ դա
տրամաբանորեն ճիշտ է, դա սխալ բան չէ։ 23 թվականից սկսած փաստորեն այդ 22 թվականից, որը դուք հիշատակեցիք այդ անվտանգության խորհրդի ժամանակ, երբ որ Փաշինյանը փաստեց, ասեց ոնց որ թե բռնություն չի արվում, մարդիկ իրենց կամքով են դուրս գալիս։ Այդ բոլոր հարցերը, որ նորից եմ ասում։ Այսինքն դրանք դեռ բարձրանալու են։ Եթե մարդը հրապարակային ասում է նշաձողը պիտի իջացնեն, դա ինչ որ մի բան տակը քաղաքական չէ, որոշումը ունի չէ, դա հենց այնպես խոսալ չի, դա քաղաքական այդ որոշումը բնականաբար քննչական մարմինների կողմից պարզաբանման եւ բացահայտման անհրաժեշտության առարկա են եւ այդ համապարփակ անաչար քննությամբ միայն կարող են այսպես ասած բացահայտվել, այնտեղ հանցավոր դիտավորություն կար թե չէ։ Իմ կարծիքով կար հանցավոր դիտավորություն Նիկոլ Փաշինյանի մոտ ի սկզբանե այն գլխից 2019 թվականից սկսած։ Դուք հիշեցրեցիք, որ Երրորդախորհրդարանը օրերս բանաձև է ընդունել, որով Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել։ Դրա մասին պիտի հայկական ԶԼՄ-ները հիմա զնգային, տենում եք որ չէ։ Այսինքն կարելի է ասել, որ եթե Հայաստանում Թուրքիայի կամ, չգիտեմ, Ադրբեջանի ինչ որ գործակալ դրված լիներ իշխանության, հայկական ԶԼՄ-ների եւ քաղաքականությունը պետական կլներ անտեսել այն ամենը ինչ որ օգուտ է հայ ժողովրդին եւ բարձրացնել ուռճացնել այն ամենը ինչ որ վնաս է հայ ժողովրդին։ Մենք տեսնում ենք, որ մեր ԶԼՄ-ները այդպես են աշխատում։ Չիպոլինոն հիշեցի, հա, որ ինչի մասին կարելի է խոսել, ինչի մասին ոչ։ Ну, այդ հին սովետական ավանդույթը պահպանվում է ժուրնալիստիկայում։ Հիմա լավ, թող հիշեցինք, անցանք առաջ։ Եվ այսպես Երրորդախորհրդարանը բանաձև է ընդունել ռազմագերիների մասին, դուք պատանտներ ասացիք, որ Ես չէ, իրենք ասեցին։ Պատանտներ է, այո, դուք շտկեցիք, ասացիք պատանտներ է նշվել բնագրում։ Ինչ խնդիր է փորձում լուծել այսօր Ալիևը այդ դատավարություններով, այդ պատանտների հանդեպ կատարվող դատավարություններով։ Դե Ալիևը պիտի իր երկրում համոզմունք ձևավորի ժողովրդի մոտ Ադրբեջանի, որ Ադրբեջանի քաղաքականությունը հայերին Ադրբեջանից դուրս հանելու, ջարդելու, փշրելու, սպանելու ճիշտ է։ Միայն իր ներսում դա այդ խնդիրն է։ Առաջի հերթին է իր ներսում, դատական process-ը մեզ համար չի, մենք չենք նայում դա, չէ, հեռուստատեսությունով, իրենք են նայում։ Չէ, լավ է ցույց են տալիս եւ ադրբեջաներեն լեզվով նայում է ադրբեջանական ժողովուրդը։ Մեր պետական, այսպես ասած, պրոպագանդիստական մեքենան որքանով համարում է օգտակար Ադրբեջանի եւ Թուրքիայի համար լուսաբանում է դա, բայց աբսուրդ է իմ տեսակետից դրա համար եմ դա մատնանշում, բայց առաջի հերթին դա Ալիևը անում է իր ժողովրդին համոզելու, որ իրենց պայքարը արդար է, ճիշտ է, օրինական է եւ այլն եւ այլն։ Եվ այդ պայքարը շարունակական է լինելու, հայերի դեմ պայքարելու ինք ծրագիր ունի, նույնիսկ հիմա, երբ որ քաղաքական միջազգային կոնտեքստը այնպեսին է, որ Ադրբեջանը ստիպված համաձայնություն տվեց համարել համաձայնեցված տեքստը, հա, խաղաղության պայմանագրի, բայց դրա հետ մեկտեղ էլ ասեց, որ ստորագրումը կլինի ինչ որ մշուշոտ ապագայում, հա։ Դարապես ասեց, դեռ պարզ չէ, մասին, վայրի, ժամկետի մասին, արտգործնախարարությունը պայմանագրի ստորագրման վայրի մասին ընդհանրապես վաղ է խոսել, քանի դեռ դուք ես չեք արել, ինչ եք ուրախացել։ Ընկել եք ալամաշխար ուրախանալու առիթ ունի Հայաստանը այս պարագայում։ Ну, այն որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ճրեական փոփոխություններ են կատարվում, որոնք որ եւ վերաբերվելու են հավանաբար տարածաշրջանին մեր եւ Հայաստանին, իմ կարծիքով եթե անալոգիայով գնալ Ռուսաստանի Դաշնությունը ԱՄՆ-ն, հա, հիմա Դոնալդ Թրամփ, Պուտին, ինչ որ եզրեր են գտնում համադրել Ռոնալդ Ռեյգան Գորբաչով 85 թվականին, արդյունքում Ռեյկյավիկից հետո 6 տարի անց Հայաստանը ձեռք բերեց անկախություն։ Եթե անալոգիայով նայել, Ռուսաստանի թուլացումը, ինչպես որ Խորհրդային Միության թուլացումը հայ ժողովրդին բերեց ավելի, հա, այսպես ասենք, բարձր կարգավիճակ, գոնե քաղաքական իրավունքով,
Այո, Ռուսաստանի թուլացումը հայ ժողովրդին կարող է բերել ազատություն, քաղաքական ազատություն արտաքին հարաբերություններում, որից որ կախված է եւ մեր անվտանգությունը, մեր տնտեսական զարգացումը, բազմաթիվ այլ կարևոր հարցեր։ Հայաստանը այս բոլոր տարիների ընթացքում չէր կարող լիարժեք օգտագործել իր արտաքին քաղաքական ռեսուրսները երկրի զարգացման իր անվտանգության համար, որովհետև կաշկանդված էր Ռուսաստանի հետ տնտեսական, ռազմական եւ այլ պայմանագրերով։ Ինչի պատճառով եւ դիրքը Հայաստանի համաշխարհային բացասական էր շատերի համար, մենք դիտվում ենք որպես Ռուսաստանի դաշնակից վասալ, սատելիտ, այդպես պետություն հանցավոր միտումներով վերջի բոլոր տարիներին փողի լվացում, նարկոտրաֆիկ եւ այլն։ Այսինքն բոլոր այն բուկետը բացասական բաների Հայաստանի հետ զուգոր մեր անունի հետ զուգահեռ էր գնում։ Ողական երկիր անցավոր իշխանություններով կոռուպցիայի մեջ թաղված Ռուսաստանի Իրանի անցավոր ինչ որ բաները սպասարկող, գործողությունները սպասարկող եւ այլն։ Դրանից ոչ մի լավ վերաբերմունք մենք չենք կարող ձեռք բերենք աշխարհում, էլի։ Եվ հիմա ոնց որ եթե թուլանա Ռուսաստանը, Հայաստանը ավելի մեծ հնարավորություն կունենա, իհարկե ոչ էս ներկա իշխանություններով։ Հարցս դա է, ներկա իշխանությունները դիսկրեդիտացված են ամբողջությամբ։ Վերջի շանսներ, երբ որ Բայդենը անվանեց Բաստիոնի վերջին Բաստիոնի ժողովրդավարության տնօրեն Փաշինյանին, այսինքն տեսնելով որ ինքը ինչ է իրենից ներկայացնում, հա, այնուամենայնիվ ԱՄՆ-ն իրեն ձեռ նետեց, որ մեկնեց, որ օգնի, բայց Փաշինյանը չարդարացրեց այդ սպասումները։ Անցյալ տարի ապրիլի 5-ին պիտի Հայաստանը հայտարարեր իր կողմնորոշման մասին։ Փաշինյանը հանդես եկավ այդ Խաչմերուկի, հա, խաղաղության խաչմերուկի առաջարկով, ինչը ըստ էության նշանակում էր, որ եւ ռուս-թուրքական շահերը ցանկանում է սպասարկել եւ արևմուտքի շահերը ցանկանում է սպասարկել։ Ըստ երևույթի արևմուտքի շահն է եղել, շարունակում է մնալ, որ Վրաստանը, Հայաստանը միանան Եվրոմիության, որ Եվրոմիությունը սահման ունենա Իրանի հետ, հասկանալի է դա նաև տրանսպորտային կոմունիկացիոն նշանակություն ունի, ոչ այդքան ինձ թվում է բեռնափոխադրումների մասով, ինչքան գազի, նավթի, էներգոկիրների ալտերնատիվ, այսպես ասած, ճանապարհ ունենալու համար։ Եվ այդ այսպես կոչված խաղաղության խաչմերուկը դա ոչ այն պատասխաններ, որը որ ցանկանում էին Բրյուսելում եւ ԱՄՆ-ում եւ Փարիզում Փաշինյանից լսել, բայց այնուամենայնիվ խարտիայի մեջ տեսանք ԱՄՆ-ի եւ Հայաստանի, որ ողջունում են իրենք այդ ԱՄՆ-ն համենայն դեպս ողջունեց դա, որպես նվազագույնը, ինչը որ կարող էր ստանալ, ավելին էր ուզում։ Բայց դրանից ոչ Հայաստանը շահեց, ոչ էլ Փաշինյան։ Այսինքն Փաշինյանը ինքը կտրեց իր արևմուտքի հետ բոլոր հարաբերությունները, զարգանալու հարաբերությունները եւ չօգտագործեց իրեն այսպես տրամադրված այդ հնարավորությունները, ընտրելով ռուս, թուրք, ադրբեջանական ակումբը որպես ապագա իր համար 3 գումարած 3, հա, բայց այդ իրականում ըստ էության 3 գումարած 1-ը, որտեղ 3-ը Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան պլյուս Հայաստան։ Ոչ Իրանը այդ 3 գումարած 3 ֆորմատի մեջ տենց ակտիվ իր շախ չի տեսնում մասնակցելու, ոչ էլ Վրաստանը, պաշտոնապես չի կարա դրա մեջ մասնակցի, ուստի ինքը ուրիշ տրամաբանությունը։ 3-ը մեկի դեմ է ստացվում այստեղ։ Չէ, 3-ը եւ իրեն այսպես ծեծելով, հա, կպցրած խափեությամբ ծեծելով գումարած նույնիսկ ճիշտ է դա չես կարա ասես, ինչ որ մի ուրիշ բառ պիտի կպցրած, հա, կցած
երեք գումարած գցած։ Եվ պատանդ վերցրած մեկը, էլի։ Մոտավորապես էս բանաձևն է, որտեղ որ Փաշինյանը կոմֆորտ է իր համար եւ ոչ միայն իր։ Գայն է Հայաստանում իշխանությունները միշտ հենված են եղել իշխանության չարաշահման հնարավորության վրա։ Ես քաղաքական դաշտում երկար ժամանակ շփվելով մարդկանց հետ ինձ համար արել եմ այդ եզրակացությունը, որ շատերը մտնում են պայքարի մեջ քաղաքական նկատի ունենալով, որ պետական պաշտոն զբաղեցնելը մեծ հնարավորություն է բացում չարաշահումների համար։ Հրապարակային դրա մասին ոչ մեկ չի խոսում, բայց երբ որ մարդկանց հետ համագործակցում ես, ինչ հիմքերով կարող ես նկատել դա։ Որն է մարդու գլխավոր շարժարը, թե է մարդու ուզում իշխանության հասնել, որտեվ գերիշխում է դա։ Իսկ նման էլիտան, որը որ իշխանությունը ընկալում է որպես չարաշահման, հա, պետական պաշտոնի չարաշահման հնարավորություն, իրենք երբեք Եվրոմիություն չեն ուզենա գնալ։ Եվրոմիությունը դրա մասին չի։ Եվրոմիությունը նրա մասին է, որ իշխանությունները գործում են օրենքով։ Միշտ կա իհարկե ինչ որ լուֆտ, հա, Բուլղարիայում էլ, Լեհաստանում էլ, չես կարող ասես որ չկա կոռուպցիա։ Այսինքն այնտեղ իշխանությունները որոշակի չարաշահումների, այսպես ասած, դաշտ թողնում են։ Տեղական ինքնակառավարման մակարդակով, այդ հողերի հետ կապված գործարքների մակարդակով, լիցենզիաների մակարդակով եւ այլն։ Բայց շատ նեղ է այդ շրջանակը համեմատ օրինակ Հայաստանի։ Եվ Հայաստանի իշխող խավերը իրենք երբեք շահագրգռված չեն եղել եւ չեն կարող լինել այս ներկա ինչ որ մենք տեսնում ենք Հայաստանի եվրոպական անդամության մեջ, որովհետեւ կոնկրետ իրենց համար նշանակում է, որ պետական իշխանության չարաշահման հնարավորությունը պիտի սահմանափակվի։ Ինչի է տարիներ ձգվում Եվրոմիության անդամության գործընթացը։ Ինչ որ շտանգաներ պետք չի դրա համար բարձրացնել, բան։ Իշխող դասակարգը, իշխող խումբը չի կարող իր, այսպես ասած, այդ սովորույթից հրաժարվել իշխանության չարաշահման։ Այնտեղ որտեղ որ չկա իշխանության չարաշահման երևույթ, Եվրոմիության անդամության պայմանները շատ հեշտ է իրականացնել։ Գլխավոր խոչընդոտը կոպիտ ասած կոռուպցիան է։ Իսկ Հայաստանը կոռումպացված երկիր է։ Ըստ գնահատականների, այն միտումը կոռուպցիայի նվազման, որը որ եղավ 19 թվականից հետո նորից սկսեց ցուցանիշը գնալ վերև եւ ոնց որ ամեն ինչ հետ վերադարձավ նախորդ ռեժիմին արդեն գրեթե հավասարվել են կոռուպցիայի ընկալման այդ ցուցանիշով։ Պարոն Ղուկասյան, ես ուզում եմ մի քիչ հետ գալ եւ նորից քննարկել այնուամենայնիվ այս հարցը ինչ խնդիր է լուծում Ալիևայի դատավարություններով։ Եկեք մի հատ հարցը այլ կերպ ձևակերպեմ, որպեսզի պարզ լինի ինչ եմ հարցնում ես, գուցե մի քիչ այլ դիտանկյունից նայենք։ Եթե մենք չենք կարողացել, ես հարցնում եմ, արդյոք կարողացել ենք։ Արդյոք կարողացել ենք մենք աշխարհին բացատրել Ղարաբաղյան հարցի բուն էությունը։ Արդյոք մենք աշխարհին հասկացրել ենք, նախ մենք ինքներս պետք է հասկանայինք, իհարկե ես դա հասկանում եմ, դա մի քիչ ավելի այլ խոսակցություն է, որ այն, ինչը մենք այսօր ունենք, 88-ից սկսած մարդիկ պայքարել են սրա դեմ, պայքարել են իրենց հայերի իրավունքների հարցը,
որպեսզի նույն Նախիջևանի, ասենք թե ճակատագրին Արցախահայությունը ուրեմն արժանանա, այո, Արցախի ժողովրդի իրավունքների հարցը մենք չենք կարողացել երևի թե աշխարհին բացատրել եւ այսօր Ալիևը փորձում է ցույց տալ, որ սա այս մարդիկ, որոնք նստած են, սրանք ահաբեկիչներ են, տերորիստներ են, սեպարատիստ բառ է օգտագործում, բայց ահաբեկիչ բառը անընդհատ գնում է եւ ոչ թե սրանք են ահաբեկիչներ, այ Հայաստանն է ահաբեկիչ եւ Հայաստանն է ահաբեկիչ, դուք ոչ թե ինձ դատեք, ոչ թե իմ դեմ այս ուրեմն ռեզոլյուցիաները, հռչակաբաները ընդունեք, այլ Հայաստանի դեմ, որովհետեւ Հայաստանը, հիմա եթե մենք տեսնում ենք, անգամ Արայիկ Հարությունյանի, չգիտեմ, այդ լավ, հասկացա, ով պիտի դա ընդունի Հայաստանի։ Հիմա հետ եմ գալիս եւ փորձում եմ հասկանալ։ Հասկացա, ձեր խորհրդարանի շատ եկաք, ինչ որ նամիկատ եք անում։ Նամիկատ եմ անում, վերջացնեմ այդ իմ ակնարկը։ Եվ նա ասում է այն, հիշում եք այդ հայ-ամերիկյան խարտիայի ստորագրման նախորդ բառացիորեն օրը Ալիևը իր, չգիտեմ որտեղ ելույթ ունեցավ, հարցազրույցներ տվեց եւ ասաց, սա ֆաշիստական պետություն է, սա Հայաստանի հետ չասեց Միացյալ Նահանգներ ում հետ ես դու դաշին կնքում Հայաստանի Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփն է իրեն մեղադրում են որ ինքը ֆաշիստ է երկու ֆաշիստական պետություն խարտիա կնքեցին իրար հետ մենք կարողացել ենք կարողանալու ենք վաղը կամ այսօր հայտարարել որ դիմակայել այդ Ալիևի եթե մեր վարչապետը խաղում է թուրքերի եւ ադրբեջանցիների հետ մենք կարողանանք որևէ բան ես Հայաստանի մասին եմ խոսում Հայաստանը միջազգային հարաբերություններում ներկայացնում է վարչապետը արտգործնախարարը պետությունը ես եւ դուք չենք ներկայացնում չէ մենք ինչ ենք քննարկում չեմ հասկանում Հայաստանի ղեկավարությունը 19 թվականից սկսած իրականացնում է պրո-ադրբեջանական, պրո-թուրքական, պրո-ռուսական ու պրո-ռուսական առաջի օրվանից իր անկախության ձեռք բերելու քաղաքականություն։ Այսինքն ասում է այո մենք ենք սեպարատիստը, մենք ենք տերորիստը, մենք ենք հանցագործը։ Այո, ինչ կա որ։ Զարմանում եք, որ մի բան Փաշինյանը կստորագրի։ Մերավ հասկացնելով, որ ցեղասպանությունը ժխտել է պետք, որովհետև մենք ենք մեղավոր, որ մեզ կոտորել մեր Տենց բան է ասել։ Համարյա հայկավ հասավ, չէ, վեր թրավ այդ բանի Լեմկինի ինստիտուտը երկար բաներ գրեց, որ ես ինչ եք խոսում, առաջի դեպքն է, որ Հայաստանի ղեկավարից բայց թուրքերի հետ, մեդիաների հետ իր հանդիպումը ինչի մասին է։ Հա? Դե ասեց ժողովուրդը, բայց ինքը ընդունում է թուրքական տեսակետը, որ հայերը ապստամբել են, դրա համար հայերին ճիշտ են արել կոտորել։ Այո, ժողովրդի մկայոք։ Ժողովուրդը պարզապես չի ընդունում։ Մենք իհարկե ժողովրդին ցույց կտանք, ուժով պիտի ժողովրդին բան անենք, բերենք այդ բանի, էլի։ Ну ոնց մարդը դուր գա թուրքերին եւ այլն, էլի։ Լավ, կամ դուք ձեր աչքերը բացեք, չեք տեսնում ով է Հայաստանը ղեկավարում այսքան տարիներ։ Ու հարց եք տալի, հնարավոր է մենք էս ենք արել կամ մենք վերջի տարիներ Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է հակահայկական, հակաարցախյան քաղաքականություն, որի արդյունքն է հայերի ցեղասպանությունը Արցախում։ Այս մենակ այստեղից նորից գալիս եմ արդյոք միայն այս իշխանությունները եւ գնում եք ո՞վ։ Միայն այս իշխանություններից սկսած մենք չենք կարողացել աշխարհին ապացուցել, բացատրել, կարողացել ենք։ Բա օրինակ մադրիդյան սկզբունքները մատից տենց, չէ, բան արեց։ Չէ։ Միջազգային խաղաղ կարգավորման գործընթացը եկավ այն վիճակի, այն դրամաբանական արդյունքի, որ Արցախում պետք է լինի ազատ հանրաքվե։ Այդ իրավունքի համար էր, չէ, Հայաստանը պայքարում տարիներ շարունակ։ Եվ հասավ այդ արդյունքի եւ ձեռք բերեց այդ դիվանագիտական ոլորտում այդ արդյունքը։ Բոլորը դա գիտեն ինչ կա թե ապացուցելու։ Երբ որ անհրաժեշտ է ամեն ինչ տեղը կգներ, եթե հիմա Իլխամ Ալիևի մեկի անունը տվեք իրենց այդ անձնակազմի։ Խիկմետը եթե լիներ վարչապետը Հայաստանի Հաջիևը։ Դուք այդ հարցերը կտայք։
Միգուցե եւ տայեք, եթե չգիտեմ, բայց տրամաբանորեն էլ կարելի էր չտալ, չէ՞ այդ հարցերը։ Հիկմետ Փաշինյանը Հիկմետ Աջիևից ինչով է տարբերվում։ Դա հարց տարբերվում է ինչ-որ մի բանում։ Քաղաքականությունը նկատի ունեմ, մոտեցումները հարցերին։ Ոչ թե նկատի ունեմ դեմքը կամ բան։ Մարդը ունի այդ գաղափարը գիտակցաբար 19 թվականից, ինչ եմ շեշտում 19 թվականը, 18 թվականի դեկտեմբերի ընտրություններում ստացավ մանդատ, մինչև այդ ինչ էր Փաշինյանը։ Հանրապետական կուսակցության կողմից նշանակված վարչապետ, չէ՞։ Առանց հանրապետական կուսակցության չէր կարող մայիսի 8-ին Փաշինյանը դառնար վարչապետ։ Հանրապետական կուսակցությունից պիտի մի քանիս քվեարկեին իրեն կողմ։ Դաշնակցությունն էր քվեարկել։ Դաշնակցությունն էր քվեարկել, բոլոր կուսակցական խորհրդարանական կուսակցությունները։ Բացի Աղվան Վարդանյանն էր, որ անգամ կուսակցությունից դուրս եկա, որ չ։ Հա, եւ ձևավորվեց ազգային համերաշխության կառավարություն, դա այդպես է կոչվում, որը որ ծրվեց կես տարի հետո եւ տեղի ունեցան 18 թվականի դեկտեմբերի ընտրությունները, արդեն իմ քայլը դաշինքը վերցրեց մեծամասնությունը Բայց հին ու նոր խաղը դա ինչ էր։ Դե խաղերը դնենք կողք պրոպագանդան խոմ չենք Ժողովուրդը դրանով էր ժողովուրդը ապրի ոնց որ ապրում է եւ այլն ժողովուրդը ինչ կապ ունի այս հարցերի հետ որը որ մենք քննարկում ենք կամ գիտեք այսպեսի բան եմ Facebook-ում կարդացել ասում է կարծիքը տրանսպորտի նման բան է եթե չունես անձնական պիտի օգտվես հանրայինից հասարակական այսինքն ժողովուրդը հասարակական կարծիքով է ապրում հասարակական կարծիքը ձևավորվում է պետական պրոպագանդիստական մեքենայի միջոցով մարդիկ մտածում են պլյուս մինուս են ինչը որ իր համար պետությունը գծում է որ իր Այսինքն այս հարցում այդ հարցերում Ալիևի հետ նույն ձևով փաստորեն դուք ասում եք Փաշինյանը Չէ, ես հիմա կարճ պատասխանեմ կոնսենսուս է եղել Հայաստանի հարց տվեցի ձեզ հարցը ուրիշ է դուք նկարագրեցիք մեծ աշխատանք է անում Ալիևը որ ինչ որ ասի ես չեմ մեղավորը Հայաստանն է մեղավորը լավ Եվրոխորհրդարանի այդ բանաձևը կարդացել եք մեջ ինչ է գրած Շեյմ սուդիլիշը ոնց դատավարություն Չէ, դատավարություն չէ Դատաստան Բայց շեյմ բառը եթե չեմ ամոթալի դատա Շեյմը ամոթ է, այո Այսինքն գրած է ամոթալի դատաստան Դատավարույթ, ահա Հարց Եթե եվրոպական պետություն 27 պետություններ քվեարկում են որ սա ամոթալի դատաստան է ոչ թե դատավարություն Հասավ Ալիևը այն ձեր ասած նպատակի Չէ, նա դեռ չի հասել, նա գնում է Մի քիչ էլ կգնա այդ դատավարությունը ու Եվրոխորհրդարանը կփոխի իր կարծիքը, հա, այդ Դա փաստորեն միակ Դա գնահատական է, արդեն 27 պետություններ Այսօրվա մեր զրույցի Կարող է Պակիստանը, Պակիստանը կարող է ընդունի դա Պակիստանը կարող է ընդունի դա Թուրքիան ես չգիտեմ ընդունել է, չի ընդունել Ես էլ չգիտեմ Հա Դեռ ընթացքի մեջ է Ինչ որ աֆրիկական պետություններ կարող է գտնվեն կամ են փոքր կղզիներ, որ փող է տալի իրեն քո ուզած բանը Այն Ռուսաստանի հետ միասին որ դեմ են քվեարկում բան Ռուսաստան ագրեսոր ճանաչելու Հայաստան ու մի քանի տենց չէ Հյուսիսային Կորեա փոքր կղզիներ են Վունատ ու Հայաստանը ինչու ասեցիք Հայաստանը այս 22 թվականին Հայաստանը դեմ էր քվեարկել Ռուսաստանը ագրեսոր ճանաչելու Դեմ չէր քվեարկել Ես վերջում գոնե ձեռնպահ մնաց այդ Ну գոնե մնաց հա չի համարում ագրեսոր Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանը համարում է որ Ռուսաստանը ինչ անում է ճիշտ է անում բանում Ուկրաինայում Եվ այդ իմաստով Եթե մենք նայում ենք հաջողվում է Ադրբեջանին այս դատավարության միջոցով որևէ մեկին ԱՄՆ-ին, Եվրոպային, չէ, դրանց պիտի համոզի։ Չի հաջողվում պատասխանը։ ԵԱՀԿ-ին չի հաջողվում համոզել։ Իրենք բոլորը ասեն Եվրոխորհրդարանը ասում են, որ սա ամոթալի դատաստան է, սա ռազմական, նույնիսկ ռազմական չէ, պատանդներ են։ Եվ ասում են, որ քրեական գործ պիտի հարուցվի Ալիևի դեմ։ Էլի ինչ կա տեղ քննարկելու Այդտեղ միակ բանը Երբ մենք դա քննարկում ենք, տպավորություն է ստեղծվում, որ ինչ որ մի բան կա քննարկելու։
Բայց իրականում այդ իրողությունը այնքան պարզ է, որովհետև ոչ մի բան չկա քննարկել։ Որտեղ միայն պետական մեր կարոզիչները կարան հելնեն ասեն Եվրոխորհրդարանի բանաձևերը ստից բան է։ Մեկը գործադիր իշխանությունները այդպես չեն մտածում, ու սկսեն թուրքերեն եւ ադրբեջաներեն խոսալ, էլի։ Իրենց միտքը միշտ օրինակ Ֆրանսիայում ընդունվում է բանաձև սենատը Արցախը ճանաչելու, մեզ մոտ ինչ որ մեկը հելնում է, ասում է դե այդ սենատի որոշումը ստից բան է, կարևորը գործադիր իշխանությունը դեմ է Արցախի անկախությունը ճանաչելու, չէ՞։ Բազմից լսել են։ Երբ որ մեր պաշտոնյաները խոսում են ադրբեջանական լեզվով, մտքեր են արտահայտում, որոնք որ չէ, բնորոշ են ադրբեջանական քարոզչական մեքենային եւ այլն եւ այլն։ Շնորհակալ երկու հարց մնաց, բայց դա այդպես չի, Եվրոխորհրդարանը իր դերն ու նշանակությունը ունի, ՊԱՍ-ն իր դերն ունի, այն բոլոր հարթակներում, որտեղ որ պիտի գնահատականներ տրվեր, որ ասվեր սա դատարան է, սա ապացուցեցին, ոչ մեկին ոչ մի բան չապացուցեցին, քարոզչական նյութ սարքեցին իրենց ժողովրդին, այսպես ասած, այս հարցում ավելի մոլորացնելու համար եւ այլն։ Նո էդ էլ իրենք տարիներ անում են եւ այդ ամեն ինչ պետք է նայել այն կոնտեքստով, որ ադրբեջանական աչքերով ինչպիսի հզորն է Իլհամ Ալիևը ինքը հորից ընդունեց այս իրավիճակը այն պայմաններում, երբ որ Ադրբեջանը արդեն պիտի համաձայնվեր Արցախի Հայաստանին միավորման հետ, չէ՞, այդ ԱՄՆ-ում Քիվեստի բանակցությունները եւ բերեց հասցրեց, որ հիմա հենա նստած են դատվում են, այսինքն full complect, այսպես ասած, հարցը լուծեց, ամբողջ միջազգային հանրությանն էլ պասլատա անում, այնքան ուժեղա, որ ստեղ նստած է եւ իրեն ոչ մեկ չի կարա ոչ մի բան ասի։ Ֆրանսիային մատով սենց է անում, ԱՄՆ-ին երբ որ պետքա բան է անում, բայց դե հիմա սուս-փուս նստած են, որովհետեւ Տրամփի բանակցը Մոսկվայից ուր գնաց։ Բաքու։ Հա, եւ այնտեղ դեսպանատնից դուրս չգալով բանակցեց իրենց ինչ որ բաների հետ։ Իսկ այդ տեսակ բանագնացները իրենք լավ բաներ տեքստեր չեն բերում։ Ցանկացած տեքստ այսօր, որը որ սկսվում է բառակապակցությամբ Դոնալդ Տրամփը ցանկանում է որ ու ձեր պետության ինչ որ բաներ վատնա։ Այդ որ այդ տեքստը ուղղված է, հələ ոչ մեկ լավ տեքստ չստացավ ԱՄՆ-ից, էլի սարի համար սև թուղթ է։ Դրա համար եւ իրենք վազեցին այդ հայտարարեն, որ իրենք խաղաղության կողմնակից են, հենա պայմանագիրը համաձայնացրել են, երբ ստորագրել պարզ չի, երբ որ պայմաններ կլինեն, հույսը այդ մարտա տենց այդ դրա մասին խոսացի, բայց ավելի կոնկրետացնեմ, որևէ պետություն կարա պատերազմ անի, եթե ՄԱԿ-ի անվտանգության մշտական անդամներից մեկը իր աղբերն է, որ վետո կարա դնի ռեզոլյուցիայի վրա։ Օրինակ Իսրայելը այդպես մեծ քայլեր է անում ցեղասպանության հավասար, հա, քրեական գործ է հարուցված հիմա Պաղեստինի ժողովրդի դեմ, որովհետև ԱՄՆ-ն վետոներ է դնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Ադրբեջանի բարեկամը ով է ՄԱԿ-ի անվտանգության մշտական անդամներից։ Ով։ Ռուսաստանը, չէ՞։ Այսինքն միայն դրա հաշվին հնարավոր էր Ադրբեջանի որևէ ռազմական դրսևորումներ թե Արցախի դեմ, թե Հայաստանի դեմ։ Իսկ եթե Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ հիմա ինչ որ բանակցային գործընթացում են եւ Ռուսաստանը ենթադրենք ստիպված է լինելու զիջել դա։ Այսինքն այլևս վետո չի դնի Ադրբեջանի դեմ Արցախի հարցում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, ենթադրենք։ Ինչպիսին է այդ դեպքում Ադրբեջանի վիճակը։ Մի անգամից sense օդը մեջից իջնում է, չէ, փուչիկից ու դառնում է մի հատ բզդիկ Ադրբեջան, տրուբայի վրա նստած, այդ տրուբան որորը որ անջատեցին, ինքը այդ միասին օդ է բարձրանում։ Այո։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, ես ուզում եի իհարկե երկու հարցել ունեի, բայց արդեն լավ, մի հարցը տամ։ Դուք այնտեղ մեր զրույցի ընթացքում ասացիք, եթե նախագահ ես ուզում դառնաս ինչ-որ նպատակ ունես, ես ներկայացրեցի ձեզ որպես Հայաստանի Հանրապետության նախագահի նախկին տեխնացու։ Մեկ ձևակերպումով ինչ Հայաստան էիք, ինչ էիք ուզում փոխեիք այդ ժամանակ։ 13 թիվներ, չէ՞, թե հա, 13 թիվներ, չէ՞։ Հա, կայան է ջան։ Հայաստանում չկար ազատ ընտրություններ։
Իսկ եթե չկան ազատ ընտրություններ, ոչ մի բան չես կարա փոխես։ Որովհետև իշխանությունն է դեպքում կայունա եւ իշխանապողությունը իրավահաջորդության սկզբունքով է Հիմա Փաշինյանը ասում է ազատ էին ընտրությունները։ Դե Փաշինյանը Լավ, հետգանք ինչ էի ուզում։ Հեղինակավոր աղբյուրներից այսօր տարածաշրջանում ամենանվազն է Կայանի ջան։ Ցիտելու համար։ Ցիտելու համար։ Ընտրակաշարքի երևույթը այն վիճակներ ստեղծում, որ մարդիկ չէին ընդվզում ընտրություններից հետո։ Իշխանությունները կեղծում էին ընտրության արդյունքները, բայց ընտրակաշարք բաժանելու երևույթը հնարավորություն էր տալիս կանխել հետընտրական process-ը։ Եվ իմ մասնակցությունը ընտրություններում բողոք էր այդ իրավիճակի դեմ։ Այսինքն առաջի քաղաքական խնդիրը, որ ես իմ առջև դրել էի, Հայաստանում հասնել ազատ ընտրությունների, նվազագույն չափանիշ ազատ ընտրությունների, երբ որ չի բաժանվում ընտրակաշարք։ Հայաստանում 21 թվականի ընտրություններում, 18 թվականի ընտրություններում ընտրակաշարք բաժանվել է, բայց բաժանվել է ընդդիմության կողմից։ Այսինքն կարելի է այսպես ասել, ով որ ընտրակաշարք բաժանում էր, շարունակեց բաժանել, բայց իշխող ուժի հայտ ունեցող ուժը կարիք չուներ ընտրակաշարք բաժանելու քաղաքական, այսպես ասած, կոնտեքստից ելնելով։ Դա առաջ խաղացում էր քաղաքական համակարգի համար մեր ժողովրդի տարիներով փչացած հոգեբանությունը եւ մտածելակերպը, որ ընտրությունները դա այն օրնա, երբ որ իրեն գալիս են եւ իր փայը շպրտում են երկրի թալանի փայը։ Հիմա մարդիկ չից են դժգում, ու թալանել են երկիրը։ Իսկ այդ փողը, որ իրենք ընտրությունների ժամանակ վերցնում են, դա այդ թալանի իրենց հասանելի բաժիններ, չէ՞։ Թալանողները ոնց են գալի իշխանության։ Իրենց այդ լոյալությունը ձեռք բերելով, որ արփող եւ ինչ արդյունք մենք կգրանցենք ընտրություններում, իմ համոզմունքն է, որ եւ ես տեխնիկապես դրա հետ բախվել եմ, ընտրության արդյունքները նախապես որոշվում էին, քվեարկության հետ որևէ կապ չունեին, քվեարկության արդյունքները հետո բերվում էին նախապես որոշված արդյունքի, դա էր Մուկուչյանի Տիգրան արեստավար աշխատանքը, ինչպես տված բանաձևը, որ ով այսքան տոկոս պիտի ստանա, գործնականում բաշխել 1932 ընտրատեղամասերի միջև։ Տեղեր կա, որ շատ պիտի ավելացնեն, տեղեր կա, որ քիչ, դա մաթեմատիկական խնդիր է, դրա համար Excel-ի մեջ իրենք ֆայլ ունեին։ 2000 եսին որ թվականից այդ Excel-ով ֆայլը հրապարակում են։ Առաջի անգամ որ հրապարակել էին, կոդ չկար վրան եւ հնարավոր եղավ բացել այդ ֆայլի մերչի գործողությունները եւ պարզվեց, որ այդ ֆայլը ունի թակուն բաներ, ես պարզեցի, որ ունի թակուն ենթատողեր փակած, այսինքն ենթատողերը բացվում են Excel ֆայլի ժամանակ, ով որ աշխատում այդ փորձ ունի, գիտի նրա համար, երբ որ դու ունես խնդիր բանաձևով գտնել հետադարձ թիվը ինչ թվի բերել եւ այլն եւ տեղ կար հենց եւ այդ հաշվարկների նշանները, որ դա կատարվել է։ Երբ որ դա ես 2007 թվականի ընտրություններից հետո բացահայտեցի, առաջի անգամ 2007 թվականին հրապարակվեցին այդ Excel ֆայլերը եւ այդ ժամանակ բացահայտվեց, որ բազմաթիվ ընտրատեղամասեր կա, որտեղ որ 100% մասնակցել են ընտրություններում, 100%-ն էլ տվել են հանրապետական կուսակցության ձայներ։ Հետագայում իշխանությունները ավելի ճկուն սկսեցին այդ բաշխումը ձայների անել, որ չկուտակել մի քանի ընտրատեղամասերի վրա, բայց այդտեղից եւ հասկանալի դարձավ անձամբ ինձ համար, որ արդյունքը որոշվում է նախապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համակարգողն է ինչպես արդյունքը եւ քվեարկության արդյունքները պրոտոկոլներում արձանագրությունները, ինչպես համադրել, որ մեկը մեկի հետ բռնի, որոշ պրոտոկոլներ պետք է թազա փոխել, դրա համար եւ
կաշառք, որ բաժանվում էր ոչ միայն չէ քվեարկողներին, առաջերտին հանձնաժողովների անդամներին։ Ինչ մարդիկ ձեռքով էին անում, հիմա դե ծրագրեր կան, երևի ծրագրերով կարելի է շատ հեշտությամբ ձևի ֆինանսավորում են ստացել խեղճ մարդիկ, այդքան էլ խեղճ չեն իրենցից շատերը, եւ այլն եւ այլն։ Բայց ուզում եմ ասել, այդ համակարգը կոդրելը առաջի խնդիրն էր։ Այսօր ասել, որ այդ համակարգը վերացված է, նու Գյումրիում ասում են, որ դեռ չկա համոզմունք, որ ընտրությունները կանցնեն առանց ընտրակեղծարարության։ Այս գալիք ընտրությունները Երևանում տեսանք արդյունքը 8% երևանցիների քվեարկեցին իշխող ուժին։ Եթե մասնակցությունը քիչ չլներ, բնականաբար այդ տոկոսը ընդդիմություն կդարձներ։ Հիմա այս քաղաքական փուլում իշխանությունը միայն այդ եղանակով կարա մնա, եթե տեխնացուները տեսեք, նույնիսկ Վարդան Ղուկասյանը դեռ հələ չէր տենց դարել ինչ որ հուշկու ազդեցիկ քաղաքական գործիչ, բայց մեծ աշխատանք արեցին, որ իրեն ԱՄՆ-ում մեկուսացնեն եւ այլ խաղիցանեն, ուշադիր հետեւում են, հենց որ ինչ որ մեկը փորձում է գլուխը բարձրացնել, խփում են, որ ոչ ալտերնատիվ չլինի, էլի, այսինքն ընտրություններում լինեն իրենք, այն այսպես ասած խորհրդարանական պաշտոնական ընդդիմությունը Հայաստան դաշինքը, հանրապետական կուսակցությունը։ Այսինքն սևը եւ սպիտակը իրար հետ միաձուլվում են եւ Այսինքն ռուսամետ ուժերը ինչ եք ասում սև սպիտակ, էլի։ Դե որովհետև այդպես էր հրճակված սև սպիտակ, եւ դա արդյունքում եթե մենք վերցնենք սևը եւ սպիտակը իրար խառնում են, ինչ գույնի դառնում։ Մի չափանիշով վերցնենք, որը նորից եմ ասում, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ես իրենց փաստաբանը չեմ, իրենց քաղաքական հակառակորդն եմ եղել, իմ ամբողջ քաղաքական Սերժ Սարգսյանի հետ համընկավ իմ քաղաքական համագործակցությունը, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը Ոչ մեկ չգնաց նոյեմբերի 9-ի ստորագրմանը, ոչ մեկ իր պաշտոնավարման ժամանակ համաձայնություն չտվեց, որ ռուսական զորքերը տեղակայվեն Արցախում։ Բոլորը այդ հնարավորությունը ունեին։ Եվ հանելուկը այսօր հարցադրումը ոչ թե նրանում է, չէ, Արարատ Միրզոյանը ասում է 30 տարի ինչի չլուծեցիք այդ հարցը։ Մի հատ այդ նախադասությունը եկեք բացահայտեք։ 30 տարվա ընթացքում, այո, ոչ մեկ համաձայնություն չտվեց ռուսական զորքերին Արցախում տեղակայվելու համար։ Դա արեցին միայն այս ճակերտավոր Եվրոպամետ գիննել դա էր, հա, գիննել մեր քաղաքացիների 4000-ի կյանքն է, 125000 դարան գաղթական, հա, այսինքն սեփական ժողովրդի դեմ ինչքան թշնամած պիտի լինի մարդը Եվ իրավիճակը այսօր գիտեք ինչպիսին է, որ այդ կոռուպցիոներներ, հա, պաթոլոգիկ կոռուպցիոներներ տենց են համարում Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին շատերը։ Ագաղ մարդիկ նույնագրում են իրենց այդպես, որ փողի համար միշտ բան եւ այլն։ Նույնիսկ նրանք ստացվում է, որ այն կարմիր գիծը սեփական, թալանել են սեփական ժողովուրդը, բայց այսպիսի ուղիղ չար գործողություն, որ մտադրություն ունենան այսքան մարդ սպանեն, այսքան մարդ տնազուրկ սարքեն, չեն ունեցել։ Չնայած լավ էլ իրականացրել են պայի տակ, երբ իրենց շահերին է, չէ, հասել։ Հյուսիսային պողոտայում մարդկանց այդ բնակարաններից տեղահանում այսպես կոչված իրացման անարդար գործերով, որոնք մինչև եվրոպական դատարան հասան։ Մասշտաբը միգուցե այսպես ձևակերպեմ, այդ որը որ Փաշինյանը իրականացրեց, այստեղ անհամադրելի է։ Եվ եթե ասել ով է սև, ով է սպիտակ, դուք ճիշտ եք, ստեղ սպիտակ ջերմակ իմաստով, հա, ազնիվ սպիտակ մաքուր չկա, կա սև եւ կա ավելի սև։ Հայկ շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, Հայ կառուցողական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահի նախկին տեխնացու, Ամբաստանյալ, այս մասին այսօր չհասցրեցինք խոսել, եթե երկու խոսքով նորություն ունեք, թե ոչ, այդ գործերին, որով դուք Ամբաստանյալ եք, երկու խոսք պարզապես։ Սուտ չունեմ, Ամբաստանյալ եմ։ Ամբաստանյալ եք եւ տևական ժամանակ։ Կամ դու համակարգի մեջ ես, կամ դու Ամբաստանյալ ես, պես ասեմ։
Անդրեաս Ղուկասյանի հետ ենք զրուցում եւ լսում ենք Անդրեաս Ղուկասյանի վերլուծությունը, որի համար շատ շնորհակալ եմ, պարոն Ղուկասյան։ Զրուցը վարում էր Գայանե Առաքելյանը, բարին ձեզ։